Բարև հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ գնդապետ քաղաքական գիտությունների թեկնածու ռազմաքաղաքական գործիչ Ալեքսան Մինասյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Մինասյան, քանի որ պատերազմ 44-օրյա պատերազմի հնգամյակն է եւ հիշենք 2020 թվականի հոկտեմբերի 2-ին ինչ իրավիճակ ունենք եւ փորձենք խոսել, թե ինչ դասեր քաղեցինք եւ ընդհանրապես հետեւություններ արեցինք, թե ոչ։ Հոկտեմբերի 2-2020 թվական պատերազմ եւ զուգահեռ կորոնա։ Երևանում 532 նոր դեպք կորոնավիրուսով վարակվածների եւ թիվը հասել էր 51382-ի, ընդ որում 966-ը մահվան ելքով։ Արցախում իրավիճակը, երբ որ ամփոփում ենք այս ժամի դրությամբ, Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են, ոչնչացվում են թշնամու հրետանային դիվիզիան, ցավոք այդ ժամանակ հայկական կողմը ունեցել է 54 զոհ։ Պատերազմը շարունակվում էր, Ադրբեջանը ուներ կորուստներ, մեզ բայց ասում էին մենք հաղթում ենք եւ հաղթելու ավարտը տեսանք ինչ եղավ։ Դուք այդ ժամանակ ռազմի դաշտում եք։ Ինչ նկատեցիք եւ ընդհանրապես հաղորդումից առաջ մենք հիշեցինք նաեւ, որ պատերազմի այս օրերին Սամվել Բաբայանը առաջարկեց իրեն տալ պատերազմի կառավարումը, չհամաձայնվեցին արցախցիները, բայց դուք այս ամբիոնից հայտարարեցիք, որ եթե ինքը վստահ է իր ուժերի վրա եւ պատասխանատվություն է կրելու, ինչու ոչ տվեք, թող փորձի։ Ինչ ունեցանք այս պատերազմից հետո եւ ցավալին, որ ամեն օր այդուհետ մենք գրանցում ենք մահերի քանակը 54-55 եւ լուրերով տալիս էին մեր տղաների անունները։ Ինչ վերաբերվում է, որ այո, ես արդեն այնտեղ էի այդ ժամանակ, ամսի 30-ից եմ այնտեղ եղել արդեն։ Ինձ որոշակիորեն վստահեցին մեր ջոկատին, վստահեցին վալորանները Ադաղիսի։ Մենք այնտեղ էինք, ճիշտ է։ Մենք փորձեցինք կազմակերպել ճիշտ, որտեղ երբ որ գնացինք այնտեղ, ես արդեն սկսեցի կազմակերպական աշխատանքները մեր ընկերների հետ։ Զինվորները իրականում կազմակերպված չէին, զենքերը նետում էին վայր, գցում էին, սաղ թափրտած, այդպես վիճակ էր։ Ստիպված եղանք, ասենք, մեր անձով ցույց տալ, որ մի վախեցեք, կա մոտեցումներ, պատերազմը ունի իր օրենքները, փորձեցինք մոտեցնել, մոտեցրեցինք եւ հաջողվեց, որովհետեւ մենք փաստորեն մի մետր անգամ հետ չենք նահանջել։ Բայց խնդիրը ինչու՞մն էր։ Այդ ժամանակ Սամվել Բաբայանը իրականում ասաց, որ ես կվերցնեմ հանձն կազմակերպելու ընդհանուր ամբողջ ճակատի գործողությունները։ Դուք ինքներդ նշեցիք, որ ես անգամ թեև չեք ճանաչում մոտիկից Սամվել Բաբայանին, այո։ Բաբայանին մի քանի անգամ գործողությունների մեջ տենց անցուդարձերում էլի ծանոթացել եմ, այդպես չգիտեի ես իրեն անձամբ, որովհետև իմ գործը առաջի պատերազմին այլ բնույթ է ունեցել, իր գործը լրիվ այլ բնույթ է ունեցել, ես ավելի շատ Վազգեն Սարգսյանի հրահանգներն եմ կատարել առաջի պատերազմին եւ զուգահեռ հենց պատերազմը վերջացավ, գիտեք արդեն Մոնթե Մելքոնյան վարժարանի հիմնադրում ստեղծել աշխատանքներ կային, որ պիտի արվեին։ Բայց հաղորդման ժամանակ ես ասի, այո, եթե մարդը վստահ է ասում, եթե զինվորական գործիչը վստահ ասում է, որ տվեք իրեն եւ ինքը կանի, ուրեմն ինքը տեսնում է, ինքը տեսլականը տեսնում է։ Եթե տեսնում է, տվեք մարդուն։ Չտվեցին, իհարկե դա արդեն այլ խնդիր է։ Իհարկե ինքը որ ասել էր ես Ղարաբաղը դատարկեմ, թե ռուսները կռվեն եւ այլ, ես այդքան ծանոթ չեմ այդ մտքերին եւ ինչ խաղի արդյունքներ պիտի ունենար այդ բոլորը, ես չգիտեմ։ Ես ոչ կարող եմ քննադատել, ոչ ասել այո կամ ոչ։ Դրա իրավունքն էլ չունեմ, որտեղ մեջում չեմ եղել, ներսում չեմ եղել այդ պարագայում։
Ինչ վերաբերվում է դասերին, որ դուք նշեցիք, մենք դասեր քաղեցինք այդ պատերազմից, թե ոչ, ես պիտի ասեմ, որ մենք դասեր չենք քաղել։ Ոչ միայն դասեր չենք քաղել, այլ նաև չենք էլ փորձում քաղել։ Մենք նորից ու նորից փորձում ենք գնալ մեր հին ձևին, ստանդարտ բանակի գործողության։ Ստանդարտ բանակ, որտեղ ճակատներ են, որտեղ կրվում են զինվորները, ունենալով հավասար հնարավորություններ։ Մենք հավասար հնարավորություններ անգամ այդպեսին չունենք ու չենք ունեցել ու չենք էլ ունենա, որովհետև հենց այդ պատերազմի ժամանակ մեր բյուջեն եղել է 711 միլիոն, ադրբեջանցիներին եղել է 2 միլիարդ 900, այսինքն մոտ 4.1 անգամ իրենց բանակային բյուջեն ավելի հզոր էր մերինից, դե բնականաբար բյուջեից կախված էլ զենք զինամթերքի խնդիրներն է լուծվում, քանակային առումով նույնպես նրանք առավելություն ունեին, մանավանդ իրենց մոտ իհարկե ինձ չի հանդիպել դիմացից վարձկան, ես չեմ տեսել, բայց տղաները կողքից ասում էին, որ կան, ասենք զոհվածների մեջ վարձկաններ եւ այլ, համենայն դեպս նրանց էլ եթե գումարենք 1/5 քանակային առումով նրանք առավելություն են ունեցել մեր նկատմամբ եւ ստանդարտ բանակով պատերազմ տանել հասկանալի է որ 1/5-ի դեմ ոնց կարող է պատերազմ դու ասենք կարողանաս տանել կամ գոնե դիմագրավել ասենք նորմալ Պարոն Մինասյան, հենց հոկտեմբերի 2-ին սկսել է Ստեփանակերտը գնդակոծել Հադրութը, այսինքն մենք խոսում ենք բանակի զինվորների անելիքների մասին, փաստորեն իրավիճակին պատրաստ չէր նաև քաղաքասարակությունը, մարդիկ չգիտեին ինչպես պատասպարվեն, ինչ վերցնեն հետները, ամեն ինչը շատ հապճեպ էր եղել եւ խաղաղ բնակչության շրջանում էլ ենք մենք շատ զոհեր ունեցել։ Գիտեք, մենք բավականին շատ գլուխ գովացինք, որ մենք Կովկասյան, չգիտեմ, վագր ենք, թե այրուս ենք, անընդհատ գլուխ ենք։ Ամենամարտունակ բանակն ենք տարածաշրջանի։ Բանակ ունենք տարածաշրջանի, այդ գլուխ գովանական խոսքերով այդպես էլ պիտի լիներ։ Մենք ոչ մի անգամ չմտածեցինք նախապես էվակուացիոն ճանապարհների մասին, չմտածեցինք զենք զինամթերքի տեղափոխման խնդիրների մասին, եթե ասենք հիմնական ճանապարհը ասենք ավրվեր, փչացնեին, մենք ինչ ճանապարհով պիտի կարողանայինք մենք զենք զինամթերքը տեղափոխել, ել չեմ ասում բժշկական մեքենաների առումով, մենք անգամ չունեինք գիտելիքներ չունեինք ու ցանկություն էլ չունեինք, ցավոք ցանկություն էլ չկար, որ մենք կարողանայինք նախապես որոշել, որ ճանապարհը պիտի փակվի, որ ճանապարհը պիտի դառնա միակողմանի, որ ճանապարհն է լինելու, ասենք, ռազմական մեքենաների համար, որ ճանապարհն է լինելու բժշկական մեքենաների համար, այդ բոլորը ռազմարվեստ է, դա պաշտպանության հնարավորություններն է բանակի։ Մենք դա չենք օգտագործել, մենք պատրաստ էլ չենք եղել դրանք, ցավոք։ Ես ցավոք եմ ասում, որովհետև այնտեղ եմ եղել, տեսել եմ ինչ էր կատարվում։ Եվ հիմա ասել, որ մենք իրականում ամենահզոր բանակն ենք եղել, ես ճիշտն ասած քմծիծաղով եմ մոտենում այդ հարցին, չնայած քմծիծաղի բան չկա, լացելու խնդիր է, որ մենք այդ վիճակով ենք եղել, բայց եւ այնպես հստակ երևում էր ով ենք մենք, մեր տեսակը։ Ես դրա համար միշտ հիմա մարդկանց, որ ասենք զինվորականներ մոտենում են, ասենք ջոկատներ, ասենք ինձ հրավիրում են որպես էքսպերտ, ասենք ռազմահայրենասիրական ճամբարներ, մի քանի ռազմահայրենասիրական ճամբար, փաստորեն ինձ անընդհատ հարցնում է ոնց անենք, ոնց չանենք, որովհետև այնտեղ նույնպես պատկերը երևում է բանակի, ոնց բանակներ, այդպես էլ այդ ռազմահայրենասիրական այդ երեխեքին իմ ամեն կետ ենք սովորացնում, փաստորեն մենք չենք սովորացնում, ամեն մեկս մի բան ենք տալիս, ոչ մի համահունչ քայլերի շարք կոորդինացված, այսինքն չկա, ոչ կոորդինացիա չկար կոորդինացիա։ Եվ սպասել նմանատիպ կազմակերպվածության պարագայում հաղթանակ չկար, ել չեմ ասում, ես չեմ ուզում խորանալ այն հարցերի շուրջ, որ ես միշտ կրկնել եմ ու միշտ ասել եմ սա, որ փոքր պետությունները պարտավոր են ունենալ այնպիսի բանակ, որպիսի կարողանան թշնամու թիկունքում աշխատել։ Մենք մեր տարածքում պատերազմելու իրավունք չունենք, մեր տարածքը շատ փոքր է։
մենք այնպիսի զորք պիտի ունենանք, այնպիսի զենք ու զինամթերք, որը համահունչ լինի թշնամու թիկունքում աշխատելու համար։ Մենք իրավունք չունենք մեր տարածքում։ Այո, պատկերացրեք, անգամ այսօր Սյունիքը 42 կիլոմետր, այսինքն ինքը թիրախային գոտի է հանդիսանում հրանոթային զարկերի համար։ Եվ ոնց մենք պետք է կարողանանք պատասպարել։ Եթե իրենք կրակեցին առաջի կրակը, մենք պետք է արդեն իրենց թիկունքում ստեղծենք խնդիրներ, որտեղից է կրակոցը եկել ու մարենք այդ կետերը, բայց մենք այսօր դրան պատրաստ չենք, մենք չենք պատրաստում այդ բանակը։ Տեսեք, որ ասում են, ասենք Անդրանիկը Քոչյանը ելույթ ունեցավ, մենք ունենք սա, մենք ունենք նա։ Չէ, դա ստանդարտ բանակի խոսակցություն է, այդ շատ լավ է, որ ունենք այդ կանը։ Դա անհրաժեշտություն է, բայց դա քիչ է։ Դրանով դու պատասպարվել, պաշտպանել ինքդ, քեզ չես կարող։ Դա այն չի, ինչ որ մեզ է անհրաժեշտ Հայաստան երկրին։ Այստեղ շատ լրջագույն փոփոխություններ պիտի լինի, որտեղ ասենք որոշ զինվորականներ, որոնք ավարտել են, ասենք թեկուզ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ, նրանց տեսադաշտում չկա նորարարականը։ Գիտեք, տառերը բոլորս գիտենք, բոլորս կարող ենք նամակ գրել, բայց բանաստեղծություն գրում են մատերի վրա հաշվածները։ Այդ է պատճառը, որ պիտի այն մարդը գա, որը երևակայությամբ կարողանում է տեսնել, ինչպիսին պիտի լինի ապագա պատերազմը, ինքը պիտի տեսնի, ուղղակի պատերազմը պիտի տեսնի։ Եվ դրանից ելնելով նմանատիպ պարապմունքներ անի, նմանատիպ զենքեր պահանջի, նմանատիպ գործողությունների ինքը կարողանա գնալ, պատրաստ պիտի լինի։ Իսկ մենք համապատրաստից Մեր տղաները նույնիսկ չհասցրեցին մարտի դաշտ հասնել։ Այո, ավտոբուսներ, հիշում եք, ավտոբուսներ անգամ մնացին ճանապարհին, խոցվեցին։ Մենք նախապես պիտի տեսնեինք այդ պատերազմը, ոնց կարող էր, իսկ ինչ վերաբերվում է արդեն թիկունքում գործողություններ անելուն, դրանք նշանակում էր կամուրջներ, ճանապարհներ։ Այո, իսկ դուք լսել եք, որ մի հացի մեքենա, թեկուզ հացի մեքենա պայթեր կամ ասենք ընկներ ձորը լավ կամ թեկուզ գերիներ վերցնեինք։ Չէ, ես չեմ ուզում ասել, դե հիմա տեսեք, Ասատրյան Վահագը իմ սանն է եղել սպեցնազի այդ հրամանատարների ժամանակ։ Ուղորմի իրեն զոհվեց։ Հա, բոլորն էլ հիմնականում իմ սաններն են, բայց տրվեցին արդյոք նրանց հնարավորություններ ավելին անել, քան ստանդարտ սովորական բանակն է։ Կամ ինքնուրույն որոշումները հստակ կատարել։ Փաստորեն նրանք ինչ էլ որ արել են, ուշացած են արել կամ ընկճված են արել։ Գիտեք, երբ որ հրամանատարը միշտ հրամանատարի վզին կախված այն վտանգը, որ այս կամ այն ինքը կանի ու իրեն կմեղադրեն, ինքը այլևս ազատ չի աշխատում, սուտ է։ Երբ որ ճնշված է լինում, նա այլևս չի անում այն, ինչ իր ֆանտազիան, իր տեսլականն է, ինքը ինչպես է պատկերացնում պատերազմը։ Մենք շատ ենք խեղդում այդ բոլորը, շատ ենք խեղդում մեր հրամանատարների մեջ այդ միտքը, ինչ պիտի անի։ Անպայման պիտի հարցնես, մի հատ ասենք թե ավելորդ մի քայլ ու այդպես չի լինի, մինչև դու բացատրում ես իրավիճակը, մինչև պատասխանն է գալիս, արդեն ժամանակ է կորում, հակառակորդը քեզ խոցում է եւ դու մնում ես արդեն խոցված։ Դրա համար իմ կարծիքով եւ ազատություն պիտի լինի եւ նախապես այդ ազատությունը պիտի ձեռք բերի հրամանատարը նախապես, նրան պիտի նախապես տալ։ Կամ եթե վերևից էր գալիս, ասենք մենք նայում ենք գերտերությունների, ասենք շարժումները բանակի հետ կապված, ուրեմն նախապես գերտերության ղեկավարը խառնված է լինում, ինչպես նաև մեր փոքր երկիր է, մեր ինչ կա ստեղ խառնվելու, հանգիստ պիտի ասվի, էս արա, այս բաժակը ստեղից ստեղ չդնես, բայց եթե դու դա ասում ես ու սխալ ես ասում, չգիտի դա որ ասի, ուրեմն ավելի վատ, որ չգիտեն, որ ասեն, եթե չգիտեն, ուրեմն թող հրամանատարին ազատություն տան, մտքի ազատություն, միտքն է հաղթում, Տիկին Մարի, զենքը չի հաղթում։ Պարոն Մինասյան, այստեղ միայն Նիկոլ Փաշինյանին էլ մեղադրում են, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ օրերս դրա մասին նորից խոսեց, արդյոք այս ամեն ինչու մեղավոր էր միայն Նիկոլ Փաշինյանը։ Երկի ոչ։ Ես պարզ ասեմ,
Ես միշտ ասել եմ, ինքը իմ հրամանատարը չի, ես իրան հրամանատար որպեսին գլխավոր չեմ ճանաչել, բայց եւ ասեմ, որ պետք չի իրա վրա բարթել այդ ամեն ինչը։ Բա խորհրդականներ կային, ուր էին։ Այդ մարդը լրագրող մարդ է, այդ մարդը ինչ գիտեր, պատերազմը ինչ բան է։ Ինչի խորհուրդները չէին տալիս այնպես, ինչի իրեն չէին բացատրում այն իրականությունը, ինչ որ ստեղծված էր մեր երկրում, մեր համար, մեր դաշտում մարտական, ինչ էր ստեղծված։ Իրենք պիտի հուշեին, իրենք պիտի ասեին, թող մի 10 հոգի ասեր, ինքը որոշում կայացներ հասկանալուց հետո, բայց մարդուն ոնց որ հիմա ինձ ասեն, չգիտեմ, կոշիկ կարի, էլի, նույն բանն է, եթե ես չգիտեմ այդ գործը, ոնց պիտի կարեմ այդ կոշիկը։ Դատարկ խոսակցություն է, չէ՞ դա արդեն, ավելորդ խոսակցություն է։ Դրա համար իմ կարծիքով միայն ինքը չէր մեղավոր, եւ դրա համար ես մեղադրում եմ բոլոր այդ իր մոտ կանգնած զինվորականների, ոչ այն զինվորականներին, որոնք մարտի դաշտում էին։ Ասենք մենք էլ էինք մարտի դաշտում, բայց ես բավականին փորձ ունեի, չէ, շուն էի կերել, քանի պատերազմներ անցել եմ։ Եվ դուք կորուստներ չեք ունեցել ձեր ջոկատը։ Երկու վիրավոր եմ ունեցել, ընդամենը երկու վիրավոր, որտեվ ինձ տեղերն էի անգամ ասում այդ երեխեքին, իրանք հետո վստահ գալիս էին, ասում էին, «Էս ինչ լավ է, դուք տենայիք ոնց էին սովորում տեղում»։ Ես մի անգամ պատմել եմ, հիշում եք ժամացույցից ման, ասում եք թշնամին 12-ն է, եթե ասեմ 5:30, 5-ը ժամացույցի այդ գիծն է, այսինքն այնտեղ ու 30-ը այդ մետրաժն է կամ 40 կամ 50 մետրաժն է ինչ որտեղ որ վտանգ պիտի ծագի։ Այսինքն եթե երեխային 18 տարեկանին, ես երեխա եմ համարում նաև, ասենք այն մարդուն, որ առաջի անգամ պատերազմի դաշտ է եկել, որտեղ եթե մարդը Ընդ որում մենք ունեցանք շատերին, որ գնացին պաշտպանելու, բայց Այո, իրենց նույնպես։ Այդ տեսեք, մոբիլիզացիոն այդ ռեզերվը նույնպես մենք լավ չենք պատրաստել։ Հիմա էլ ենք պատրաստում այդ մոբ ասածը։ Արդյունքները դուք ինքներդ գիտեք, ես էլ գիտեմ, ժողովուրդն էլ գիտի, որ արդյունքները այն չեն։ Մենք այն չենք անում, ինչ պետք է։ Մենք ավելի շատ գլուխ ենք գովում, քան իրականում անում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է։ Հիմա այդ մոբ գնացած երեխեքից մեկին երեխեք ասելով դե իմ համար երեխեք են 25 տարեկանն էլ է իմ համար երեխա ասեք տեղդ գիտես որտեղ ես այ պատերազմական իրավիճակ կոորդինատները տասա քո տեղը որտեղ է լինելու կոնկրետ դու որտեղ ես հայտնվելու զենքը որտեղից ես ստանալու որտեղ ես հայտնվելու եւ չկա պատրաստվածությունը չկա այդ համահունչ քայլելու հնարավորությունը իրենց տեղերից սկսած մինչև ինչ զենք զինամթերք ինքը պետքա օգտագործի։ Դրա համար ես միշտ ասում եմ, մենք պատահականությունների հետև գնացած հույսներս դրած Աստծուն, որ Աստված մեզ կօգնի, այդպես չի լինում։ Կամ մի տեր կգտնենք, կամ մի դաշնակից։ Աստված օգնում է նրան, ով որ պատրաստ է ինչ-որ բան անելու։ Այդ խեղդվողի պատմությունն է, էլի որ խեղդվում է, գցում են ասում չէ ինձ Աստված փրկարար գոտին գցում են ասում չէ ինձ Աստված կօգնի, էլի։ Այն մեր պատմությունն է սա։ Սա իրական մեր պատմությունն է։ Եվ այս բոլորը գալիս է մեր ընդհանուր դաստիարակությունից։ Մենք որպես փոքր երկիր, մենք փոքր տարիքից արդեն պիտի սկսենք մեր երեխաներին մեծացնել առողջ, ուժեղ եւ ծրագրավորված գնալ։ Անկամ տեսեք, ասում ենք սնունդը 3000 դրամ է դարձել, առաջ իմ ժամանակ 762 դրամ էր։ Հիմա շատացել է, բան չունեմ ասելու, շատ լավ է դա, բայց անգամ սնունդը երեխաներից շատերը այսօր սրտի խնդիրներով են գալիս։ Մեկ այն է, իմ թորներն էլ են, սրտի խնդիրով մի տարի հետաձգեցին, չնայած ես չէի ուզում որ հետաձգվեր, սխալ է, էլի, եթե հետաձգել ինչքան մեծանում է, հետո ավելի կոպիտ ասած դախանում է, էլի ինքը ծառայության համար։ Սնունդը տեսեք, այդ գումարը նույնպես ծրագրավորված պիտի լինի։ Ես ասում եմ հետևյալը, թող նույն սնունդը մնար, որը որ կար, ինչքան որ տալիս էին, մնացյալը, ասես պահում էինք առանձին, ինքը ուտում էր այդ ամիս, ոչ թե ասենք թե օրական 3000-ի, կերելա միջինացված 1500-ի, մնացածը թող իր հաշվի վրա գնար, որպեսզի ծառայությունը վերջացնելուց հետո ինքը որոշակիորեն գումար ստանար տուն գնալուց, ասենք մամային, պապային իրական քրոջ ինչ որ մի նվեր առներ։ Իսկ այն սնունդը, որը պիտի պարտադիր տրվեր,
Մեկը կան թեյարաններ, չէ, ասենք զորամասերում։ Եթե իր սնունդի պակաս է այդ, ասենք 1500-ը կերակրեին, բայց այնտեղ կերակրեին բժշկական հաշվարկներով, ինչքան է պետք, ասենք, իր սնունդի մեջ լինի կալցիում, ինչքան պետք է ազոտական, մի խոսքով հաշվարկված լինի։ Այսինքն պահենք զինվորի առողջությունը եւ ոչ թե գալիս են վերադառնում են բազմաթիվ առողջական խնդիրներով, սկսած ատամներից, սկսած դրա համար հենց կալցիումը, որ ասացի, հենց դա նկատի ունեի, որտեղ կալցիումական աղերի սկսած ողնաշարի հիվանդությունները մենք պիտի ինչ անենք, մենք մտածված պիտի անենք։ Մոնթե վարժարանի իմ հաջողությունը, որ Մոնթեն այդպես հաջողություն ունեցավ 96 թվականին մի տեղի համար, պատկերացնում եք 21 դիմում, մի տեղ 21 դիմում, այդպիսի բան չի եղել Հայաստանում, որովհետև ամեն ինչ հաշվարկած էր, ամեն ինչ, անգամ չեղած պարագայում, ես գիտեի ինչքան, ասենք, ինչ պեչիններ պիտի տամ, ասենք, ինչ սննդակարգի մեջ ունենա, որպեսզի ինքը դու կոպիտ ասեմ, ռախիտ չմեծանա, այդպես ասեմ։ Պարոն Մինասյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Մենք հեռախոսազանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին եւ շարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։
Ընդ որում ասեմ, որ սա նույն հեռուստադիտողն է, ով չի կարողանում մեզ հետ միանալ, անջատեք հեռուստացույցի ձայնը եւ մեզ հետ խոսեք բացառապես հեռախոսով։ Այդ ժամանակ կլսենք ձեր հարցը եւ կպատասխանենք։ Պարոն Մինասյան, փաստորեն դասեր չենք քաղել, դրա մասին մենք 5 տարի է խոսում ենք, ռազմահայրենասիրական ճամբարների անհրաժեշտության մասին խոսում ենք, քաղաքասարակությանը պատրաստել պատերազմին դրա մասին խոսում ենք, սա այլ տեղի չի շարժվում, ամեն դեպքում թերություններ շատ կան, թեև մարդիկ, ովքեր բանակին ավելի մոտ են կանգնած, ասում են, որ բանակը վերազինվում է, արդիականացվում է, մենք հզորանում ենք։ Հիմա ես կուզեի ձեզ հետ խոսել այն զենքերի մասին, որ պատերազմից բերվեցին փաստորեն Հայաստան, 17,000 ինքնաձիգի մասին էր խոսքը եւ մի մասը հայտնաբերվեց, մի մասը չի հայտնաբերվել։ Ընդ որում այդ քաղաքացիների զենքը բաժանվել էր հենց վարչապետի որոշմամբ։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ ժողովրդի ձեռքին կա ապօրենի զենք եւ զինամթերք։ Եվ այդ զենքերը կրակում են խաղաղ բնակչության շրջաններում։ Մենք ունեցանք Մերձավանի դեպքը, սպանությունը, դրանից մի քանի օր հետո Արաքս գյուղի սպանություն ունեցանք։ Մի խոսքով, եթե ոչ ինքնաձիգ, ապա դանակ, դա էլ ունեցանք Կապանում նորից սպանության դեպք։ Ինչի մասին է սա խոսում, ինչու չի կազմակերպվել այս զենքերի հավաքման գործընթացը։ Ճիշտ ասած, երբ որ մենք վերադառնում էինք պատերազմից, պատերազմը ավարտվեց, մենք վերադառնում էինք, ես միշտ մտածում էի ինչն է պատճառը, մեկը հենց թեկուզ այն մեքենա, որով ես էի գալիս, չէր ստուգվում, ուղղակի չէր ստուգվում, ես զարմացած էի, ասում էի, ոնց կարող է մենք անցնում ենք, մտնում ենք Հայաստան եւ մեքենան չի ստուգվում, թե ինչ զենք, զինամթերք կա մեջը, չկա մեջը, կամ ով է գալիս, գուցե եւ ոչ փաստորեն մենք այստեղ նույնպես տանուլ տվեցինք։ Այսինքն տանուլ ենք տվել մեր հսկողությունը, այն հսկողությունը, ինչպես տանուլ տվեցինք Շուշիի գրավման ժամանակ, որովհետև մենք չգիտեինք ով էր մտնում Շուշի, ով չէր մտնում, մեկը հենց իմ տղան, այնտեղ էր նախավերջի մեքենան էր այնտեղից դուրս եկող բանով, ասում է ոչ մտնելուց, ասում է, երբ որ մենք այնտեղ էինք, ոչ մեկը չէր ստուգում, ով է Շուշի մտնում, ինչ մեքենա է, համարը հայկական է, ազատ է, որ հայկական է այդ համարը, թուրքն էլ կարող հայկական համար կպցնի ու մտնի։ Ընդ որում լավ հայերեն խոսող թուրքը նման դեպքեր ենք չի ունեցել, երբ որ հայկական համազգեստով։ Դե իհարկե, հենց սրա մասին է խոսքը, այսինքն մենք անգամ չքաղեցինք, հիշում եք այն գերմանացիների մասին ֆիլմեր կային սովետական միության, որ ասենք ստուգում են ամեն անցում, անգամ են գարնան 17-ական տար ֆիլմի մեջ քանի անգամ են ստուգում բարձրաշրջան սպայի մեքենան, չէ, կանգնացնում են, ստուգում են։ Մենք սկի հասովորական զինվորի մեքենան չէինք ստուգում, որ մնաց, ասենք, պիտի ստուգեինք բարձրաշրջանինը։ Իսկ այդ նույն բարձրաշրջանը կարող էր այո անցնել։ Ես չգիտեմ 17,000 զենք ա եղել, ես իրականում այդ հաշվարկը չունեմ։ Ըստ մամուլի տեղեկությունների, այո։ Դա ուղղակի տեղեկություն է օդում։ Դա ես համարում եմ օդային տեղեկություն, բայց փաստը, որ այո չէր ստուգվում, դա փաստ է։ Հետո ինչ վերաբերվում է, որ ասացիք այդ համայնքապետերի այդ սպանություններին եւ այլ, գիտեք, այո, սպանություն կա, դանակով արեցին, սպանություն կա, զենքով արեցին, այստեղ զենքը պատճառը չի, անգամ եթե խախտումով է մտցվել, համաձայն եմ, հա, այդտեղ եղել է վարչապետի հրահանգը, զենքերը բաժանելու բան, հա, բայց դա էլ պատճառը չի։ Դա պատճառ չի հանդիսանում։ Այդ դեպքում ինչու ետ չի հավաքել այդ զենքերը։ Դա արդեն սա թուլություն է, որ չի հավաքվել, սա թուլություն է։ Ընդ որում պատերազմից անմիջապես հետո փոխգնդապետ Ռազմիկ Ռուշանյանների հյուրը եւ նա էլ հայտարարեց, որ այդ զենքերը խաղաղ պայմաններում կրակելու են, այնպես որ տիրություն արեք։ Եվ կրակեցին։ Եվ կրակեցին, եւ կրակում են։ Եվ կրակում են մինչեւ օրս։ Իհարկե ես նորից եմ ասում, սա պատճառ չի, որովհետև վաճառվում են զենքեր,
Վերջին այս դանակով սպանությունն էլ այդ զենքը չես համարում տաբելային զենք, չէ, ինքը սովորական հաց կտրելու դանակ է, բայց որը հնարավորություն ունի մարդու խոցելու։ Այստեղ հարցը մեր մեջ է, մեր դաստիարակության մեջ է, ինչպես ենք մենք ընդունում ընդհանրապես մեկս մյուսին ոչնչացնելու հարցը, ինչպես ենք մենք լուծումներ տալիս, որովհետև այստեղ հարցը նրան էր, որ այո, նույն վարչապետը պիտի արգելի նաև այն ֆիլմերի ցուցադրումը, որտեղ գողական աշխարհը, կիսագողական աշխարհը, իսկական գողական աշխարհը չի դա, որովհետև հասկացողությունների այդ շարանը չկա, պիտի արգելի նման ֆիլմերի ցուցադրումը, նման ֆիլմերի մեջ պիտի լինեն հայրենասիրական մոտիվներ։ Ես ինքս Միացյալ Նահանգներում տեսել եմ, որ կադրը փոխում էին, մի հատ փոքրիկ տեսաֆիլմ էին հանում, եւ հերոսը պետք է գնար անպայման համբուրեր Միացյալ Նահանգների դրոշը տուն մտնելուց, իր տան վրա պիտի կախած լիներ դրոշակը, ինքը մտնելուց առաջ պիտի համբուրեր դրոշակը։ Ես հասկացա, որ քարոզչությունը շատ կարևորագույն դեր ունի։ Մենք քարոզչությամբ նույնպես չենք զբաղվում։ Մեր մոտ բաց թողի իրավիճակա, ֆիլմերում ով ուզես, ինչ ուզես ցույց կտա։ Եվ այդպես էլ պիտի լիներ, ընթացքը այդպես պիտի լիներ, որովհետև այն մարդը հավաքում է նայողներ, իրան ավելի հետարքիր սարքելու համար սուր էպիզոդիկ վիճակներ է ստեղծում։ Երեխան էլ 14-15 տարեկան տեսնում է, ասում է ես էլ պիտի այսպեսին դառնամ, ու մեծանումը դառնում է այդպեսին։ Ընդ որում աչափահասների շրջանում էլ նման սպանության դեպքեր եղան։ Լուրջ իրավիճակը անչափահասների շրջանում։ Այդ ատեսակ սպանություններ, այսինքն մենք այստեղ քարոզչական սարքերը, գործիքները քարոզչական պիտի աշխատացնենք, հեռուստատեսությունը պիտի աշխատի, թատրոնը պիտի աշխատի, ռադիոն պիտի աշխատի, մենք պիտի կարողանանք ընդհանուր խնդիր է։ Եվ ընդհանուր թափթփվածություն, նույն պատերազմի դաշտում նույն թափթփվածությունն էր, նույն պատերազմի դաշտն է։ Գիտեք ոչ ճիշտ կադրերի, ճիշտ կադրեր ընդհանրապես չեն ընտրում։ Բացարձակապես դա հարցի երկրորդ կողմն է, ամենամեծ թերությունը այսօրվա իշխանության ճիշտ կադրերի չընտրումն է։ Եվ ասում եք քարոզ, որն է այստեղ ազգային գաղափարը, գաղափարախոսությունը, որի շուրջ պետք է հավաքվենք։ Տեսեք, այս պատերազմից հետո մեր խոսույթում կա արդեն դավաճանությունը, ընդ որում գեներալների դավաճանություն, Ջալալ Հարությունյանի դատը փաստորեն ավարտվեց։ Մի խոսքով մենք տեսանք արդեն բարձրաստիճան զինվորականները անազատության մեջ են։ Ինչով է այս ամենը պայմանավորված։ Նորից գալիս է նորից եւ նորից գալիս է մեր դաստիարակությունից։ Գիտեք, այնպես չէ, որ մենք շատ ունենք նշանակման մարդիկ։ Մենք այսօր կադրային սով ենք ապրում։ Լրջագույն կադրային սով։ Ոգու սովի հետ միասին։ Իսկական սովի հետ միասին։ Մենք կադրային սով ենք ապրում։ Եվ ամենահետաքրքիրն ինչն է, նորից եղբայր քավոր սանիկական մեթոդն է աշխատում մեր մեջ։ Մենք բացարձակապես չենք արժեքավորում այն մարդկանց, որոնք կարող են տվյալ գործը կատարել գոնե 50%-անոց, գոնե 50%-անոց։ Մենք չենք օգտագործում ոչ ոքի, բացարձակապես։ Ես միշտ ասել եմ, ես նույնպես կուզեմ մասնակցել ընտրությունների, բայց առաջի խնդիրը, որ ես պիտի լուծեմ, պիտի օգտագործեմ բոլորին։ Սկսած այսօրվա իշխանությունից վերջացրած նախկին, կարողանում է մարդը օգտագործի, պայմաններ ստեղծի, որ ինքը քեզ չխաբի, պայմաններ ստեղծի, որ ինքը մնա իր գործում, պայմաններ ստեղծի, որ ինքը սրտով մոտենա իր գործին։ Օրինակ, դուք կարող եք պայմաններ այնպեսի ստեղծեք, որ մերձավանում այդ սպանությունը չլիներ։ Միանշան։ Որտեղ խոսում են վրեժխնդրության մասին ընտանիքների։ Միանշան։ Ինչ պետք է արվեր, ոստիկանությունը ասում է, բացատրական աշխատանքներ են կատարել, լսել են գաղտնալսումները, իմացել ենք, որտեղ պետք է հանդիպենք, կանխել ենք, բայց արդյունքում ունեցանք երկու զոհ, մեկ վիրավոր։ Ես համամիտ չեմ այդ մտքին, որ կանխվել է, եթե կանխվել են, կանխվել, ինչի պիտի տեղի ունենար։ Դրանից առաջ դեպքերը կանխել են, փորձել են հանդիպել եւ այլն, բայց աշխատանքներ արել են, բայց ոչ լիարժեք։ Ես համարում եմ դա ոչ լիարժեք։ Ինչ պետք է արվեր։ Անպայման կարգով պետք է մասնակցի նման խնդրին, տեսեք, գոյություն պիտի ունենա ազգային անվտանգությունը
մենք օգտագործում ենք ոչ տեղին։ Այնտեղ բավականին լավ մասնագետներ կան, որոնք շատ հանգիստ կարող են իմանալ, բայց մենք նրանց օգտագործում ենք բացարձակապես այլ տեղերում։ Ես լսում եմ ինչեր է կատարվում։ Մենք օգտագործում ենք այլ նպատակային խնդիրներ լուծելու, անգամ ասենք ես տեղեկություններ ունեմ, որ ֆուտբոլային խաղեր ա լինում, այնտեղ մենք այդ տղաները շորեր են հագնում, ասենք մակրիչների կամ ասենք հսկիչների շորեր են հագնում, այդտեղ են լինում։ Այնտեղ այտենց անելու բան չկա, դա մասսայական է, այնտեղ եթե բռնկվեց, մեկը բռնկվելու է, դա արդեն չես փրկի այնտեղ տեղում, բայց իրենց էներգիան պետք է այկակրած հենց առանձին գործողությունների ժամանակ։ Խոսքով սա ավելի բարդ խնդիր է ու մանրամասն սա լուրջ դասընթացներ պիտի անցկացվի։ Մենք եթե դա ունենանք, դա կատարենք, կկատարենք ամեն ինչ։ Մեր մոտ պատահականություն չենք։ Փորձենք լսել մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Նույն հեռախոսահամարն է, որ չի կարողանում մեզ հետ միանալ։ Ներողություն եմ խնդրում։ Պարոն Մինասյան, փաստորեն այս սպանությունները հնարավոր էր կանխել ճիշտ կադրերի, ճիշտ աշխատանք կատարելու պայմաններում։ Այո, եւ մթնոլորտը միջավայրը պիտի մենք կարողանանք փոխել։ Իսկ ընդհանրապես համայնքներում պետք է լինեն ընտրություններ, թե համայնքապետերը պետք է նշանակովի լինեն։ Ըստ իս անպայման նշանակով պիտի լինեն։ Ըստ իս ու անպայման։ Եվ ինչով եք բացատրում։ Ասեմ, համայնքապետը ընտրվում է։ Ես շատ ա լինում, գյուղերով գնում եմ, օրինակի համար գյուղ էի գնացել, հարցնում էի ինչքան թուզ կամ կարալյոկ, ինչ եք արտադրում, ինչ պիտի լինի իրան։ Համայնքապետը, եթե ինքը օրինակ ասենք եղավ այլ կուսակցությունից, ինքը այլ կուսակցության անդամին, որը ասենք նույնպես արտադրող է, ասենք գյուղմթերքի արտադրող է կամ ասենք կոշիկ է արտադրում, կարևոր չի ինչ արտադրում, չի նպաստում։ Գիտեք, այստեղ բանը նախ գյուղերում սկսվել է վիճաբանությունները, իմուքո, այդ ընտրությունները բերում են իմուքոյի, ով ընտրեց սրան, ով չընտրեց նրան, եւ իմուքոն քանդում է մեր տունը։ Ես համոզված ասում եմ, եթե պատասխանատու ես, ուրեմն պիտի նշանակվի, ինչ է նշանակում, մարզպետը նշանակովի է, որը ոչ մի ֆունկցիա չի ունենում, ասենք համայնքների ղեկավարման համայնքապետի վրա, բայց նշանակվում է։ Հետո բանն էլ նշանակվի։ Երբ որ պատասխանատվությունը իմանաս, օրինակ ասենք այս մարզպետը նշանակվեց, թող ինքն էլ ընտրի իր թիմը, որը աշխատի։ Միշտ մեկ աշխատանքը լինում է թիմային։ Եվ Իսկ կարող է մեկ ուրիշ համայնքից մեկը գա այս համայնք եւ այդպես խաչաձև, ոչ թե նույն համայնքից լինի նշանակ։ Չէ, ես կարծում եմ ամեն համայնքի ղեկավարը պիտի լինի տվյալ համայնքից, որովհետեւ այստեղ մենեջերության խնդիրը կա, ում ինչ հրահանգ ու ինչ։ Իրենց հոգսերը Հիմա տեսեք, ավելի հասարակ բան ասեմ։ Ես այն օրը գնացել էի Դրախտիկ գյուղ, դե տարբեր գյուղերով պատտվում եմ, ասֆալտը քանդված է, լավ քանդված է, ասֆալտ չկա, պրակտիկորեն դարուփոս է, մեկ էլ տեսնում եմ բանա, սահմանազատման գծեր է քաշված։ Այդ փոսերի միջով սահմանազատ սպիտակ գծեր է, էլի որ գնում է մեքենաների։ Ամառ ասում եմ, ո՞նց կարող է պատահել, ես փոսի վրա սահմանազատման գիծ լինի։ Եվ սկսեցի հետաքրքրվել։ Բանից պարզվում է այդ գիծ քաշողը, գիծ անողը այլ խմբակցության մարդ է, համայնքին է, այլ խմբակցության ու իրար լսելու համագործակցության խնդիր չկա, կամ հիմա ասենք նայեք, եթե տվյալ համայնքից չեղավ, ձեր հարցի պատասխանն եմ տալիս, ոնց ենք մենք պատկերացնում, որ ինքը պիտի գնա կարողանա ղեկավարել, ասենք երիտասարդությանը հավաքի ու կարողանա, ասենք, թեկուզ ժամանակավորապես այդ փոսերը լցնել, ասենք հողով կամ ավազով, ոնց պիտի կարողանա։ Ինքը չի ճանաչում ոչ մեկին, ով գիտի, ով է այդտեղ ակտիվիստը, ով է այդտեղ пассивը, ով է այդտեղ ֆոն ստեղծողը տվյալ ասենք համայնքում։ Դրա համար շատ ավելի ճիշտ է տեղային լինի։
բայց տեղային լինելուց բացի անպայման կարծում եմ պետքա լինի նշանակույի, որովհետև երբ որ ընտրություններ ա լինում, գյուղերը կիսվում են, հավատացեք, գյուղերը կիսվում են եւ ոչ միայն կիսվում են, մենք արհեստական թշնամանք ենք ստեղծում նրանց միջև։ Ինձ ասում եմ, դու ընտրեցիր Պողոսին, եկեք ասում դու Պետրոսին, ինչի եղավ դա։ Իսկ որ նշանակով լինի, դա նշանակվել է, վերջացավ, նշանակվել է, թող նշանակվի, աշխատանքը ցույց կտա, բողոքողը կբողոքի, իսկ հիմա երբ որ ինքը ընտրել է արդեն, ինքը էլ չի ուզում բողոքի, որտեվ ինքն է ընտրել, ինքը թիմի անդամ է եղել, այսինքն նորից դառնում է իմ ու քո սև ու սպիտակ։ Չի լինում այդպես, չի աշխատի դա։ Պարոն Մինասյան, մենք գնում ենք խաղաղության, բայց Ալիևը զինվում է։ Եվ այս վերջին մի քանի օրերի ընթացքում բավականին շատ տարբեր տեսակի զենքերի մասին են խոսում, Նախիջևանում են կուտակումներ, բայց մենք գնում ենք խաղաղության։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որքան էլ դուք զինվեք, մենք գնում ենք խաղաղության։ Ընդ որում այդ երկաթյա բռունցքն են մեզ նորից ցույց տալիս, Թրամփի ուղին Զանգեզուրի միջանցք են անվանում, վարչապետն ասում է թող իրենց տարածքում ինչ ուզում են ասեն, որ ասում են իրենք միշտ էլ իրենք ասում են Զանգեզուրի միջանցք, բայց վարչապետը այս անգամ կարծես թե մի փոքր կոշտ պատասխանեց, որ Վաշինգտոնյան համաձայնագրի մեջ չկա Զանգեզուրի միջակ արտահայտությունը եւ խնդրեց բոլորին, հորդորեց բոլորին այսուհետ այդպես չարտահայտվել, բայց ասում է ոչինչ, թող Ալիևը իր տարածքում դա ասի Զանգեզուրի միջանցք, բայց մեր տարածքում դա Թրամփի ուղի է։ Եվ ընդհանրապես այս համագործակցությունը ամերիկյան կողմի հետ Վաշինգտոնյան հանդիպումից փաստորեն արդեն 1 ամսից ավել ժամանակ է անցել։ Ինչ ենք արձանագրել, ինչ ունենք։ Այն ունենք, որ Թրամփը չի հիշում Փաշինյանի ազգանունը։ Ունենք դա։ Հայաստանի անունն է շփոթում։ Ինչ ունենք։ Ալբանիա ենք։ Գիտեք, ես նորից նույնատիպ մտածել եմ ու միշտ պիտի մտածեմ, թույլին, անտեսին, անտերին երբեք չեն հիշում։ Բայց ասում ենք դերել չենք ուզում գտնենք, մենք մեզանով պետք է տարղավորվենք, այդ դեպքում ինչպես անենք։ Մեզանով, բայց ուժեղանանք։ Այստեղ նորից գալիս է նույն կադրային քաղաքականությունը, որ ով չգիտի բանաստեղծություն գրել, մենք իրան բանաստեղծի տեղ ենք դնում, բայց ինքը ընդհանրապես տառաճանը չէ։ Նույն բանը կատարվում է հիմա, նույն բանը կատարվել է նախկինում։ Մենք նման ձևով մեր վերջի թագավորությունը 1045 թվականին Գագիկ II-ի օրոք կորցրեցինք եւ կորցրեցինք հենց նմանատիպ մոտեցումների շնորհիվ, որովհետեւ մենք չուզեցանք ինքներս ուժեղանալ։ Մենք նորից հույսներս դնում էինք աչուձախ։ Հիմա պատմությունը նայեք։ Մենք պատմության ընթացքում շատ ցավալի բան եմ ասում, բայց պիտի ասեմ, էլի չեմ կարող չասել։ Մենք ընկեր չենք փնտրել։ Մենք անընդհատ տեր ենք փնտրել։ Տեր, ով է լինելու մեր տերը, այ ում հետ ենք լինելու, չէ, եղբայր, դու ուժեղ եղի։ Դու կորոշես արդեն ում ընտրես որպես ընկեր, բայց ոչ որպես տեր, որտեվ տերը քեզ տիրություն է անում, իսկ ընկերը ընկերություն։ Մենք այս մտքից մինչև դուրս չգանք, որ մենք ուժեղ պիտի լինենք, այլ ոչ թե խնդրանքով։ Հիմա Փաշինյանը խնդրում է, հա խնդրի, մեկ գլխիդ խփելու է։ Հիմա եթե պատկերացնենք միջավայր, փոքր մի հատ աղջիկ, ով ասես գլխին խփելու է, էլի, եթե նա թույլ է, եթե անտեր է, բայց նա երբ որ ճանգրեց, իր եղունգները խրեց ամենաուժեղ մարդու մաշկի մեջ, նրանից հերո են կանգնելու, պատասպարվելու են նրանից, որովհետև նա ճանգրում է։ Մենք այսօր ճանգրելու ի վիճակի էլ չենք անգամ։ Դե չենք անում, որտեվ այդ մեջքը չունենք, որ անենք։ Մեջքը մենք պիտի լինենք։ Չկա այդպիսի բան։ Դա մեր առանձնահատկությունը պիտի լինի։ Առանձնահատկությունը։ Տեսեք, չեչենները ոնց իրենց մեջք դարձան, հիմա ստիպված Պուտինը ամենաշատ գումարը դնում է Չեչնիայի վրա, ամենաշատ։ Մի մարդուն ընկած գումարային բանով ամենաշատ շինարարությունը այնտեղ է կատարվում, որտեղ իրենք, ասենց ասած, իրենց կամք ցույց տվեցին, որ իրենք կան, գոյություն ունեն, այո, եթե պետքա կկռվենք, այո, կկռվենք։ Իսկ այսօր մենք փախնում ենք բանակից, կրճատում ենք բանակը 1 տարի 6 ամիս։ Հավատացեք կրճատելն էլ սա
պատճառ ինքը որպեսին չի, այստեղ կրճատում ենք, բայց ինչ ձևով ենք կրճատում, մոբիլիզացիոն այդ համակարգը ինչպես ենք մենք կարգավորում, բանակը անգամ պիտի սովորեցնել բանակին, կարող ես 1 տարի էլ սարքել բանակը, բայց մոբիլիզացիոն այդ ռեզերվը ունենալու պարագայում, պահեստազորը ունենալու պարագայում, կարող ես շատ հանգիստ 1 տարի էլ սարքել բանակը, հավատացեք, հարցը նրա մեջ չի, ժամանակի մեջ չէ, տարիների մեջ չէ, հարցը մեր մեջ է, մենք ամեն մեկին ինչպիսի առաջադրանք ենք տալիս, ինչպիսի հանձնարարական, այդ հանձնարարականները տարբեր տեղեր տրված, իրար հետ համահունչ են թե ոչ, մենք մտքով, գաղափարով պիտի աշխատենք, Տիկին Մարիկ, միայն գաղափարն է բերում հաղթանակի, չկա այդպիսի հասկացողություն, մատիտը, սրած մատիտը, ես իմ սաներին միշտ ասում եմ, ռազմական ինստիտուտի պետ այդ ժամանակ ասում եմ երեխեքին, ասում եմ երեխեք, մատիտը արդեն զենք է, ճյուղը, որ դու սրել ես գետնի վրա, դա արդեն զենք է, պարտադիր չի, որ զենքը լինի անպայման ժամանակակից, չգիտեմ, հրանոտ կամ, ասենք, հրթիռային զենք, դա էլ է զենք, չի կարելի անտեսել մարդու ֆակտորը, մարդու ով լինելիությունը մենք պիտի կարևորենք, ում ենք մենք պատրաստում, դրա համար պատահական չի, որ ես ասում եմ, մենք մեր երեխաներին ուժեղ լինելու համար պիտի դաստիարակենք անգամ 3 տարեկանից, անգամ եթե ուզում եք իմանալ, ես եթե եկա հաստատ լինելու է, ժամերա լինելու, որտեղ երեխաները որոշակի պարապմունքներ են անելու, մայրը պիտի անի, մայրը պիտի այդ պարապմունք անի, հեռուստացույցը պիտի ցույց տա, ինչ պարապմունքներ, որպեսզի այդ երեխան ունենա լրջագույն կոորդինացիա հետագայի համար, ունենա արագ գործելու ունակություն, ռեակցիայի զարգացում, ինչ ռեակցիա ինքը տալի տարբեր պրոբլեմներին, ինչ արագությամբ է տալիս տարբեր խնդիրներին, դրա պարապմունքները կան, մեթոդոլոգիաներ կան հատուկ դրա համար, և երկրի կառավարությունը պարտավոր է նմանատիպ հարցերով զբաղվել, իսկ մենք այսօր զբաղվում ենք դատարկաբանությամբ, ես այսօր մետրո հազվագյուտ եմ նստում, մետրոյի բան էի վերցնում, ասում եմ քարտ պիտի վերցնես, փաստորեն ես երբ որ եկա 1000 դրամ տվեցի 2 տոմս գնելու համար, ին վրա նստեց 650 դրամ, հարցը դա չի, 650-ն էլ չի, հարցը նրան է թե ինչի պիտի բարդույթ ստեղծվի, և հերթը գիտեք ինչ կաներ, ես մինչև մետրո հասել եմ 3 րոպե իմ տանից, մետրոյում սպասել եմ 11 րոպե, ժամ եմ պահել, հերթ էր գոյացած, ինչի մենք մեր գլխին պրոբլեմներ սարքում, ինչի հասարակ ձևը չկար, որ կոպեկը տալիս էինք նստում էինք, ամենապրիմիտիվը, ամենաբանն հաղթականն է, ամենամտավոր հաղթականը դա է, երբ որ ամենահասարակ ձևով ես դու հարցերի լուծում տալիս, մենք հիմա բանակին էլ հասարակ ձևով չենք լուծումներ տալիս, դրա համար էլ հիմա անընդհատ հանձնում ենք, անընդհատ տալիս ենք, գլուխներս կախում ենք, գլուխը կարաս քեզ զուսպ պահես, բայց ոչ թե գլուխդ կախ, զուսպ պահելը դա չի, զուսպ կարող ես լինել, բայց լինել հզոր, դու ուժեղ ես, հզոր ես, բայց զուսպ ես։ Օրինակ ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն է լսած կլինեք, Ալիևի ելույթն էլ, Ալիևը աշխարհի բոլոր մեղադրանքները լցրեց մեր գլխին, միջև կասետային զենքից բռնացրած, էլ օկուպանտ, էլ կապիտուլյանտ, էլ ինչ ասես, այդ բոլոր մեղքերը դրեց մեր ուսերին։ Ինչպես եք նայում ՄԱԿ-ում այդ հնչած հայտարարությունները եւ արդյոք սա խոսում է նրա մասին, որ մենք հնարավորություն ունենք ուժեղանալու։ Գիտեք, ուժեղանալու հնարավորություն միշտ կա, անգամ մարդը փակ տեղում բանտախցում, հնարավորություն ունի ուժեղանալու, ցանկության խնդիրը, ղեկավարման խնդիրը, ինչ ես ցանում, դա էլ կհանձես, Ալիևը խոսում է ուժի տեսակետից, խոսում է նոր պատերազմների մասին, զենք է հավաքում եւ ում դեմ է գործելու այդ զենքը, բնականաբար, հիմա դրա համար եմ ասում, մայրեր կան ասում են, միայն թե պատերազմ չլինի, պատերազմ չլինելու համար պիտի շահեկան վիճակում լինես դու, պատերազմին պատրաստ եղար, պատերազմ չի լինում։ Պարոն Մինասյան, Ալիևը հիմա ուզում է այդ պատերազմը, թե նրան ճնշում են, զսպում են, ինչպիսին է նրա տրամադրվածությունը։ Իմ կարծիքով ինչ որտեղ զսպում են,
որովհետև ինքը համատեսել է հաղթանակի, ինքը հաղթեց, հաղթանակի համատեսել է եւ նորից է ուզում շարունակել։ Բայց եթե մենք գլուխներս կախ պահեցինք, մանավանդ սա ասում եմ այն մայրերին, որոնք ասում են, միայն պատերազմ չլինի։ Պատերազմ կարող է չլինել, բայց գան քո հենց տան մեջ քո աղջիկ երեխային բռնաբար են, եթե թույլ եղար, ու վերջ։ Պետք չի թույլ լինել։ Ուժեղ եղի, դու նախահարցակ մի եղի։ Ով ասում, որ դու նախահարցակ լինես։ Դու ուժեղ եղի։ Միևնույն է, աշխարհը իր խաղը խաղում է։ Իսկ ով է զսպում ադրբեջանական կողմին։ Մի քանի կողմից թե քանի կողմից է զսպվում սա ընդհանուր խնդիր է, որովհետև գիտեք, հիմա պանթուրքիզմի ծրագիրը ձեռք չի տալիս եւ Միացյալ Նահանգներին, եւ Ռուսաստանին, եւ Իրանին, Չինաստանին անգամ ձեռք չի տալիս, որովհետև դա գնում էր դեպի ներքև, դե գիտենք, որ թուրքերը իրենք դուրս են եկել Ղազախստանի տափաստաններից 1019-1020 թվականներին Օսման Բաշու ղեկավարությամբ, բնականաբար իրենց էլ ձեռք չի տալիս չինացիներին, բայց պետք չի խառնել այն մտքերը, որ Ռուսաստան, Չինաստան, հարաբերություններ, Հնդկաստան, Միացյալ Նահանգներ, գիտեք, մենք ավելի շատ մեծ խաղերից ենք կախվում, ես ինքս էլ քաղաքագետ եմ, շատ լավ գիտեմ ինչ եմ նայում, ինչ եմ լսում, ինչ եմ տեսնում, բայց մենք մերը թողած ուզում ենք ուրիշի պատկերացումներին տեր լինել, հասկանանք, թե այ Ռուսաստանը ինչ կասի, այ թե Ամերիկան ինչ կասի, այ թե Ֆրանսիան ինչ կասի, եղբայր, դու ուժեղ եղի, ինչ կասեն, իրենք մեկը կասեն, եւ իրենց ասելիքը կախված է մեր ուժեղ լինել չլինելուց։ Մենք այսօր խաղաքարտ ենք դարձել։ Մեզ պետք է խաղացող դառնալ։ Թեկուզ ոչ բարենպաստ խաղաքարտերով, բայց խաղացող լինենք։ Եվ ոչ թե խաղաքարտ, որ մեզ խաղացնեն։ Այսինքն տեր չփնտրենք։ Մենք սեղանի առաջ պիտի հավասարազորի պես նստենք։ Թեկուզ փոքր, բայց մեր արժեքով նստենք, պետք չի թույլ լինել։ Մենք այսօր, գիտեք ինչ ենք նման, մարդը հիվանդ է, ասենք ներսում սրտի պրոբլեմ ունի, խոսքի օրինակ, ասում ենք դուրս արի ռինգ, ինքը քեզ կխղճա էլի, որ դու սրտի պրոբլեմ ունես, կամ դու տարիքով ես, ծեր ես, քեզ չի հաղթի, քեզ չի հարվածի, այնպես որ պիտի հարվածի, չէ, պարտությունը, հաղթանակը, ոչ հարցնում է տարիքդ, ոչ հարցնում է քո հնարավորությունները, այսինքն դու ուժեղացի, հնարավորություն ունես, ընդդիմացիր, որովհետև խաղաղությունը նույնպես շահում են, խաղաղությունը չի տրվում օդից, խաղաղություն գոյություն չունի, որտեղ դա քեզանից կախված չի, եթե գերտերությունները խառնեցին իրավիճակը, դու ով ես որ որոշես, այ ուրիշ խնդիր է, դու որոշես քո ներսում քո անելիքը, իսկ այստեղ շատ կարևոր է, թե դու ինչպիսին ես դարձել։ Ալիևը հիմա ում հետ պետք է մեր տարածաշրջանի հետ կապված խնդիրները լուծելու ժամանակ հաշվի նստի։ Դա պետք է լինի Միացյալ Նահանգները, Թուրքիան, թե Ռուսաստանը։ Ճիշտ ասած, այստեղ մի տենց հետաքրքիր բան է կատարվում։ Տեսեք, ճանապարհի հետ կապված Թուրքիային հաշվի չառան։ Թրամփն ասեց դու այստեղ անելիք չունես, մենք մեր օղակներով, մեր խողովակներով։ Դա հեչ պատահական չէր։ Թուրքիային ցույց տվեցին նաև իր տեղը, որովհետև աշխարհաքաղաքական դաշտի ամերիկյան խաղացողներից հզորները փաստորեն Իսրայելն է եւ Թուրքիան։ Մենք փորձում ենք ներխուժել այդ դաշտ, այսինքն ցույց տալ, որ մենք նույնպես ամերիկյան թևի խաղացող ենք։ Բայց նայեք, այն կողմում կա Իսրայել, այս կողմում կա Թուրքիա, մեզ կպած։ Եվ երկուսն էլ մեզանից ավելի հզոր են, իրենց մեկը Իսրայել իր լոբինգով, իսրայելական լոբինգով ազդեցություն ունի ամերիկյան կառավարության վրա, մանավանդ ֆինանսական դաշտի առումով, Թուրքիան առավելություն ունի, որովհետև Պարսկաստանի հետ կապված Միացյալ Նահանգները, այնտեղ դուք գիտեք, որ 21% նավթի Պարսկաստանը ունի, 20.8% գազային պաշարները աշխարհի պաշարների մասին եմ ասում,
ունեն, բնականաբար Թուրքիային նույնպես Միացյալ Նահանգները պիտի տեղ տա, որպես այդ տարածաշրջանի խաղացող, մենք մնում ենք աուդում։ Մեզ աուդում մնալով մենք չենք կարողանում որևէ մեկին անգամ տեր ընտրել։ Տերել չենք կարող ընտրենք, ել չեմ ասում ընկերեր, որովհետև մեր ուժեղանալու պարագայում մենք պիտի անպայման կարգով ընկեր լինենք։ Մենք պիտի կարողանանք այս բաժակ այստեղ գոնե տեղափոխել, չեմ ասում ամբողջապես տեղափոխել, հեռու, բայց մի փոքր պիտի տեղափոխել։ Դրա համար մենք անպայման պիտի ուժեղ լինենք, ուժեղ բանակով, ել չեմ ասում առավել ևս, ուժեղ ազգային անվտանգությամբ, ունենալով լուրջ սփյուռք, ազգային անվտանգությունը հնարավորություն ունի լրջագույնս աշխատելու, բայց իրենք նույնպես պիտի իրենց հրահանգ տաս, պատվեր պիտի տաս, անգամ եթե չգիտեն այդ մեթոդները, ինչպես Ներողություն եմ խնդրում, պարոն Մինասյան, մենք հիմա դուրս ենք գալիս ABC հեռուստաընկերության եթերից, բայց շարունակում ենք Նոյան Տապանի Պատրոնում մեր հարցազրույցը, այնպես որ հետևեք հարգելի հայրենակիցներ։ Շարունակեք ձեր միտքը, չեմ ուզում որ կիսատ մնա։ Հիմա նայեք, մենք մտածում ենք ով ենք մենք, առաջին նախ մենք մեզ պիտի մի հատ հարց տանք, ինչ ենք ուզում մենք։ Մենք խաղաղություն ենք ուզում, առաջի հերթին անվտանգություն ենք ուզում, աշխատատեղեր ենք ուզում, ամուր ընտանիքներ ենք ուզում, մեր երեխաների համար ապահովություն ենք ուզում, առողջ ծերունդ ենք ուզում։ Հիմա եթե մենք դե բոլորը ուզում ենք, առանց բանակի հզորացման, կարող ենք ունենալ դա։ Դե առաջի հերթին մեր անվտանգության հարցն է պետք է լինի պաշտպանությունը։ Հա, պաշտպանությունը, բայց ես ավելի կարևորում եմ մեր ազգային անվտանգության արտաքին աշխատանքների գործոնները, այսինքն մեր սփյուռքը պիտի կարողանա միավորված աշխատել մեր երկրի հետ, իսկ այդ միավորումով պիտի անի։ Առաջ մենք ունեինք սփյուռքի նախարարություն, ընդ որում հոկտեմբերի 1-ին էր ծննդյան օրը սփյուռքի նախարարության։ Գիտեմ, ողորմածի կինս էլ այնտեղ աշխատում էր, բաժնի վարիչ էր։ Հիմա տեսեք, մենք իմ սաներից կան ահագին, որ աշխատում են։ Ես խոսում եմ հետները, ասում եմ ինչ հրահանգներ ունեք դրսի հետ, ինչ պիտի անեք։ Գիտեք, նրանք նույնպես ամենահզոր մեր գործոնը ազգային անվտանգությունը, մենք գլխի չենք ընկել։ Մենք գլխի չենք ընկել, որ Հայաստանի հզորությունը բանակից առավել մեր ազգային անվտանգությունը պիտի կազմակերպի, որովհետև արտասահմանում գտնող մեր հայ եղբայրները հնարավորություն ունեն այնպիսի ինֆորմացիաներ ունենալու, որ կարողանան վաճառեն, բայց մեթոդոլոգիան պիտի սովորացնես իրաց, դու պիտի կարդացած լինես, այդ ոնց էր ասենք հին հռոմեական լեգիոնները ինչ գործողություններ ունեին, ինչ մոտիվացիա կար նրանց մոտ։ Ինչ էին անում նրանք Անգլիայում, ինչ էին անում Գերմանիայում, Ֆրանսիայում, ինչեր էին անում, հոմենակ ճանապարհ գցելով չէր վերջանում այդ հարցը։ Իրենք ունեին որոշակի ֆունկցիաներ։ Մենք եթե միացյալ չկարողացանք տեսնել այդ անվտանգային խնդիրները, մենք երբեք չենք կարողանալու հզոր լինել։ Փորձենք մեր հեռուստադիտողների լսել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք, բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ դիշնած մի քիչ հին այսպես ասպատության հետ կապված։ Այ հարգելի որականը դուք բացատրի։ Հայաստանը հնարավորություն ուներ ժամանակին պատերազմի ժամանակ 44-օրյա ռմբակոծել ասենք այդ նավթույները եւ գազովիները եւ ինչ դրանք կարող է բերել, շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ զանգի համար։ Ուրեմն դա հարցը այսպեսին է։ Ձեր ասածով մենք եթե ռմբակոծեինք իրենց գազատարները եւ նավթամուտները, տեսեք, մենք այդ ժամանակ լրջագույն խնդիրներ էինք ունենալու անգամ մեծ պետությունների, ֆիրմաների հետ, ասենք British Petroleum, այսինքն Անգլիա եւ այլն արդեն մենք ահագին լրջագույն պատասխաններ պիտի տայինք։ Դրա համար եմ ասում, մենք շատ զգուշավոր պիտի վարվենք, շատ զգուշավոր մեր գործողությունների հետ։ Այ ուրիշ հարցեր, ես ուղղակի հիմա գաղտնիքները չեմ բացի, մենք իմ մտքերը չեմ բացի ավելի շուտ, որ
մենք ունեինք հնարավորություն կանխելու անգամ պատերազմը, բայց չեմ բացելու այդ մտքերը, որովհետև դրանք հետագայում գուցե վաղը մեր թիմը գալիս է հաջողության եւ եթե այս թիմն էլ հարցնի, ես կասեմ գաղտնիքների ինչեր կարող են անել, բայց անպայման կոմպետենտ մարդկանց։ Նշանակում է մենք կարող ենք ռմբակոծել, բայց չենք արել հաշվի առնելով աշխարհի Այո, աշխարհակաղակական իրավիճակը։ Այդ նույն աշխարհը լռեց, այսինքն British Petroleum-ին մենք վնասելու հնարավորություն ունենք, այ տեսեք, փաստորեն Ուկրաինայում ռուսները հարվածեցին, չէ՞, այդ պահեստներին։ Ադրբեջանական։ Չնայած այստեղ ինչի հարվածեցին, էդ էլ ունի իր գաղտնիքները, որովհետև դրանից հետո եկող նավթը, որը որ պիտի վաճառվեր Ադրբեջանի կողմից, բավականին քլորացված էր եւ պահանջում էր որոշակի մետաղների արկայություն, ֆիլտրման մասին է խոսքս, նավթի կրեկինգ, այդպես բան գոյություն ունի, երբ որ վերածվում է զութը, բենզինը, սալարկան եւ այլ, այդպես գնում է նավթը հենց ինքը։ Մենք այդ հնարավորությունները չունենք, մենք Ռուսաստան չենք։ Նրանք պատերազմի մեջ էին այլ երկրի ու նրանք ասում են մենք այլ երկրի պահեստին ենք հարվածել։ Եվ ռազմական գործողությունները իրենց երկրից դուրս տարածքում են, ինչպես դուք եք ասում։ Մենք ինչպես պիտի անենք։ Մենք պիտի շատ զգուշավոր լինենք։ Մենք խելոք պիտի լինենք, որ պատերազմ չգա մեր գլխին։ Մեր ամենագլխավոր խնդիրը, որ պատերազմ չունենանք։ Մենք պատրաստ չենք պատերազմի։ Նախ մենք փոքր ենք, արդեն ասեցի, մեզ յուրահատուկ բանակ է պետք, մեզ յուրահատուկ ազգային անվտանգություն է պետք, որը դրսում յուրահատուկ աշխատանքներ կատարվի մեր սփյուռքի հետ։ Մենք այնքան ինֆորմացիա պիտի ունենանք, որ կարողանանք վաճառել այդ բոլորը անգամ գերտերություններին, որտեղ մենք լրջագույն սփյուռք ունենք, որից չենք օգտվում։ Մենք ընդհանրապես ձեռք ենք մեկնում, որ մեզ օգնեք ու օգնեք, այդպես չի լինում։ Իմ կարծիքը մնում է նույնը։ Մենք պիտի գիտելիքներ ունենանք, մենք պիտի ունենանք այն բանաստեղծներին, մտավոր բանաստեղծների, ոչ բանաստեղծական, այսինքն ոտանավոր գրողները ես նկատի չունեմ, եւ պատահական չի որ ասում, բոլորը գրել գիտեն, բայց բանաստեղծություն գրում են քչերը։ Շատերը գիտելիքներ ունեն, բայց այդ գիտելիքներով բանաստեղծություն չեն կարողանում գրել, այսինքն արդյունաբերական առաջընթաց, հետախուզական առաջընթաց, տնտեսական առաջընթաց ապահովելու համար մենք պետք է առաջ տանք այն մարդկանց, որոնք ի վիճակի են դա անելու։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Մինասյան այսօրվա հաղորդման համար, խնդիրները բավականին շատ են, կարծում եմ հաջորդ հաղորդումներին հնարավորություն կունենանք կրկին անդրադառնալու, որտեվ կարծես թե վերջապես այս վերջի շրջանում շատ երկրներ է գնում, հիմա էլ Դանիայում է, մենք փորձենք հասկանալ, թե ինչ աշխարհագրություն է գծում մեզ համար Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։